Գասպարյան, Թեհրանում արգելեցին ձեր ելույթը եւ մեկ շաբաթյա գործունեությունը ծավալել, նախ սկսենք այդ ելույթից միջադեպից, ինչպես կմեկնաբանեք։ Ճամփորդս տեսում եք բավական մեծ էր, ես մեկ շաբաթյա այսպես հանդերձանքով էի գնացել, որովհետեւ նախատեսված էր, որ Իրանի հայ համայնքի, մասնավորապես Հայդատի հանձնախմբի հրավերով, որը համայնքի ամենաազդեցիկ, քաղաքականապես ամենահասուն եւ ամենաազգային կառույցներից մեկն է, եթե չասեմ գլխավորը, Հայդատի հանձնախմբի դաշնակցության հրավերով այդտեղ էի ունենալու մի շարք հանդիպումներ, նախապես ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն Իրանի առաջատար ուղեղային կենտրոնների, փորձագետների եւ խմբերի եւ տնօրինությունների, ղեկավարների հետ հրավիրված է որպես Genesis Armenia ուղեղային կենտրոնի տնօրեն եւ շատ կարեւոր էին այդ հանդիպումները, ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի տարածաշրջանային համատեքստում հայ-իրանական համագործակցության ինչպես նաև այն ուղղակի դիվանագիտական վեկտորի թեզը, որ Genesis Armenia մշտապես եւ անձամբ ես առաջ են քաշել այդ խնդիրների շուրջ լրջագույն քննարկումներ ունենալու իր շահ Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության։ Գումարած այդ ամբողջին նախատեսված էր 6 հարցազրույց իրանական առաջատար լրատվամիջոցներին, որոնցից 2-ը հեռուստաընկերություն, 4-ը թերթեր այսպես ասենք։ Եվ առանցքայինը ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման ոգեկոչման օրվա կապակցությամբ կազմակերպված ամենամյա ոգեկոչման արարողության կենտրոնական բանախոսությամբ հանդես գալը։ Մենք գնացինք, այսինքն մենք պատրաստվում էինք նաև, որ ամսի 24-ը պիտի փոխի, ամսի 23-ի գիշերը մենք իմանում ենք, որ Հայաստանի իշխանությունների անմիջական պահանջով պահանջ է եղել, ոչ թե առաջարկ կամ բան, պահանջ է եղել իրանական կողմին դրվել է, իրանական կողմի սեղանի վրա, որ այս անձը որևէ հանրային հանդիպում, որևէ հանրային խոսք, public խոսք չպետք է ունենա ոչ իրանական լրատվամիջոցներում եւ առավել եւս հայ համայնքի հետ կապված։ Ինչու են այդքան անհանգստացած ձեր ելույթներով, ձեր գործունեությամբ Թեհրանում, պետք է լիներ։ Իրենք անհանգստացած են ցանկացած ազգային խոսքից։ Այն անասնական, ես չեմ վարանի ասել, անասնական հակաքարոզը, որ իրենք իսկ տանում են իրենց նկատմամբ, ազգը եւ պետությունը թիրախավորելով, մի քանի դեղնակտուցել կա, որ պետական շահից ու պետականությունից է խոսում, չէ՞։ Ես 3 նույնիսկ հանդիպեցի այն միջադեպի հետ կապված, որ առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ, ինչ որ սկսեցին արդեն իրանահայերի գենին դիպչել, հա։ Սրանք սա են, շերիշակից ցածր իրենց կոշիկից բարձր երբեք չեմ բարձրացել։ Եվ ես հստակ սրան ձևակերպում եմ տվել վաղուց վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում կա մտքի տերոր։ Ոչ միայն հունիսի 12-ը կարող է սարքել այս իշխանություն, ոչ միայն հայրենազրկում կարող է պատճառել, ոչ միայն Արցախ կարող է հանձնել ու Հայաստանի տարածքներ հանձնել ու մարդկանց հանձնել, Բաքվի բանտերում թողնել, այլ նաև մտքի տերոր իրականացնել շատ սիստեմատիկ, շատ հստակ։ Ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանից դուրս։ Սա արդեն խոսում է այն մասին, որ այս իշխանությունը ոչ մի կարմիր գիծ չունի։ Սա խոսում է այն մասին, որ ինքը մեր բնական դաշնակից Իրանի սեղանին դրել է այնպիսի խնդիր, որը մեծ հաշվով իրենք չգիտեն, ես հո գիտեմ, որպես քաղաքագետ, որպես մասնագետ երկար տարիներ Իրանի մեր գործընկերների հետ աշխատած մասնագետ, գիտեմ, թե իրենք ինչպես են տանում նման այսպես կոչված պահանջները։ Պահանջները պետք է լինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված պահանջներ կամ առաջարկներ, ոչ թե այս կամ այն գործչի խոսքի ազատությունը սահմանափակելու վերաբերյալ։ Պահանջ եղել է հստակ պաշտոնական Երևանի կողմից, օղակները ես շատ լավ գիտեմ, ում միջոցով Հայաստանի դեսպանատան, որ օղակի միջոցով են այդ ամբողջը արել, մենք էլ տեղեկացված ենք